նյութային ուղերձ ունենք Սվետլանա Տիխոնովսկայան ժողովրդավարական ներկայացուցիչը Բելարուսից չի կարողացել ժամանել Երևան, բայց նա տեսանյութ միջոցով ուղերձ է ուղարկել, եթե կարող ենք խնդրում եմ միացնել տեսանյութը հարգարժան նախագահ Լագատինսկի հարգարժան Եվրանեստ ԽՎԻ անդամներ սկսեմ նրանից, որ շնորհավոր եմ Հայաստանին նման հիշարժան իրադարձություն ընկալելու համար Հայաստանը դարձել է շատ մարդկանց համար ներշնչանք եւ մենք ձեզ շնորհավորում ենք ձեր ընտրած ուղու համար դեպի եվրոպական ինտեգրում։ Ես արտաքին գործերի նախարար Միրզոյանի, վարչապետ Փաշինյանի եւ արժանախագահ Ալեն Սիմոնյանին ուզում եմ ասել, որ ձեր աջակցությամբ Հայաստանը կդառնա անվտանգ եւ բարգավաճ երկիր եւ մի օր էլ ԵՄ անդամ։ Ես նաեւ ցանկանում եմ ողջունել համանախագահողներին նման կերպով մարդկանց միասին հավաքելու համար եւ հավաստիած եւ երաշխավորելու համար, որ Բելարուսը նույնպես կներկայանա մեզ համար Եվրանեստը շատ ավելին է, քան սովորական հերթական հարթակ սամի յուրահատուկ վայր է, որտեղ ազգերը, որոնք ունեն միանման խնդիրներ, կարող են կիսվել եւ իրենց ցավով եւ իրենց հաջողություններով։ Մեր բոլորի համար սա միակ ձևաչափն է, որտեղ մենք կարող ենք խորհրդարանականների հավաքել Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից իրական փաստը, որ Բելարուսը ներկայացված է նշանակում է, որ սա մի հզոր ուղերձ է բոլորին, որ դուք հարգում եք մարդկանց եւ որ Բելարուսի խաղաղությունը ձեզնից է կախված։ 2 տարի առաջ Բելարուսը հաստատեց որպես իր առաջնահերթություն եվրոինտեգրումը պատմությունը ցույց է տալիս, որ ամեն բան կարող է փոխվել շատ արագ եւ մենք բոլորս պետք է դրա համար պատրաստ լինենք։ Եվրոնեստը հենց այն վայրն է, որտեղ մենք կարող ենք պատրաստվել այդ փոփոխությունների համար եւ սովորենք ձեր փորձից, այլ երկրների փորձից, որոնք շատ ավելի հաջողակ են, քան մենք ենք միջև հիմա եղել։ Օրինակ, մենք կարող ենք շատ բան սովորել Մոլդովայից։ Վերջին տարիների ընթացքում Մոլդովան հսկայական առաջընթաց է գրանցել Եվրամիության հետ եւ ես կարող եմ ասել, որ մոլդովացի ընկերներ, իմ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ հետ կապված։ Երբ րոպեն գա, մենք պետք է նույնպես ինտեգրումը շատ ավելի արագ արդյունավետ անել։ Որոշակի պրոեվրոպական պատկերներ ցույց են տալիս, որ մոլդովական հասարակությունը միավորված է եւ հասուն է արդեն։ Դուք հաղթեցիք ընտրությունները անկախ ռուսական կողմի փորձերին միջամտելու եւ ձեր առաջնորդությունը թերագնահատելու։ Ուզում եմ ասել, որ Հայաստանը չնայած ճնշմանը, մարտահրավերներին Հայաստանը մոտենում է քայլ առ քայլ Եվրոպային եւ միայն հիացմունքի է արժանի։ Մենք պետք է ավելի շատ նայենք Հայաստանին։ Իմ սիրտը հատկապես խփում է Վրաստանի համար եւ մենք հույս ունենք, որ Վրաստանը նույնպես կանցնի եւ եվրոպական ինտեգրման գործընթացներին եւ մենք որպես բելարուսցիներ կանգնած ենք վրացիների կողքին։ Նաեւ ուզում եմ ուղերձուղել Ադրբեջանի մեր ընկերներին, գործընկերներին, մենք շատ բաց ենք եւ հետաքրքրված ենք հարաբերությունների հաստատման մեջ, մենք համոզված ենք, որ կգտնենք համատեղ հետաքրքրություններ եւ շահագրգռվածություններ։ Հենց անցյալ շաբաթ իմ ամուսին Սերգեյի հետ մենք հանդիպեցինք Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ շնորհակալություն ձեր լուծումների համար, ցույց տալով, որ դուք սահմանում եք ձեր ռեժիմները, դուք չեք ճանաչում Լուկաշենկոին, բայց դուք աջակցում եք մեր ուժերին։ Դիկտատոր Լուկաշենկոն
եւ նրա ուժերը պետք է հաշվետու լինեն։ Եվ ես նաև ողջունում եմ իմ ուկրաինացի ընկերներին, հարգարժան ընկերներ, ձեր պայքարը մեր պայքարն է, ձեր անկախությունը մեր անկախությունն է։ Մենք պայքարում ենք միևնույն թշնամու Ռուսաստանի կայսրության դեմ։ Հարյուրավոր քաղբանտարկյալ մեր բանտարկված են Բելարուսում Ուկրաինային աջակցելու համար։ Ցանկացած ֆորումում, ցանկացած հանդիպման ժամանակ ես ասում եմ Ուկրաինան պետք է հաղթի եւ Ուկրաինային պետք է տրվի այն ամեն ինչի կարիք ունի։ Եթե Ուկրաինան ուժեղ է, Եվրոպան միասնական է եւ Պուտինը հաղթված է, սա նաեւ բարձրացնում է հնարավորությունները անկախության համար։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը Ուկրաինայի հետ եւ ես ցանկանում եմ ուկրաինացի խորհրդարանականներին հրավիրել 5-րդ ֆորումին նոյեմբերի 11-ից 15-ին կայանալիք ընկերներ, բարեկամներ, մեր բոլոր երկրները վերջին 15 տարիների ընթացքում դժվարություններով են անցնում, բայց մենք մեկ նպատակ ունենք դառնալու բարգավաճ եւ ժողովրդավարական Եվրամիության անդամ, որը մենք պատրաստվում ենք ամրապնդել եւ ուժեղացնել եւ ոչ թե թույլատրել։ Ես միշտ ասում եմ, որ մենք ավելի շատ եվրոպական մենք ավելի շատ բելարուսցիների կարիք ունենք Եվրոպայում եւ մենք կաջակցենք Եվրոնեստին եւ սա ժամանակն է հարց բարձրացնել։ Մեր պատվիրակությունը կազմված կլինի ներկայացուցիչներից, մեր օրենսդրական ժողովրդավարական ներկայացուցիչներից։ Նրանք մեզ կոնկրետ ուղերձ են ուղարկում։ Բելարուս, մենք վստահում ենք ձեզ, հույս ենք դնում ձեզ վրա, որտեղ դուք ցույց եք տվել ձեր ցանկությունը դառնալու Եվրոպայի մաս, որտեղ էլ որ դուք պատկանում եք, հարգարժան ընկերներ, բարեկամներ, մենք ձեզ չենք խնդրում մեզ համար պայքարել, կռվել, բայց մենք ունենք նպատակ եւ միևնույն ժամանակ մենք ունենք աջակցության եւ ներշնչանքի կարիք։ Շնորհակալություն ներշնչանքի համար, մեզ խրախուսելու համար, շնորհակալություն բելարուսցիների կողքին լինելու համար։ Կեցես Եվրոպա։